Ես չունեմ ուշնից գնալ։ Շուգիտե, ուշնից գնալ թողոք, ես չեմ հասկանում ինչ եղել։ Լարայս ինչ ա եղել։ Հավելյանում եկե Վասիլը գոռաց, որ մամադ վատ է, ուզում է շտապ օգնություն կանչի, նա ասաց տղերքին կանչի։ Մամ։ Մամա։ Մամ ջան։ Լավ եք տիկին Փիրուզա։ Լավ է։ Որքասը։ Լարա։ Ես մենակ իմ բեռնելուրը չգիտեր, թե չէ ձաձ Վասիլի, Գուգլուի, Գուգլ Պերևոչիկ։ Հա, մամ, հա։ Ես ինչ եք անում դուք, ես ինչ խավեր եք խաղում կախիս։ Մամ, ճիշտ ասած, ես ու Լարան արդեն որոշել էինք, որ գային քեզ պատմեինք, ուղղակի չասեցիք։ Ձենդ, դու ոնց ես անծանոթ աղջկան բերել մտցնել մեր օջախ։ Դու հասկանում ես, բերել ես մի մարդու, որին դու սկի չես ճանաչում։ Մամ, ես սիրում եմ Լարային։ Ստում ես, դու ոչ մեկին չես սիրում, մենակ քեզ ես սիրում։ Հա, հասկացան, որ սխալ բան եմ արել։ Բայց ես դրա համար քեզանից ներողություն եմ խնդրում, կներես, մամա ջան։ Կներես, քո կներեսը ինձ պետք չի։ Դուք եմսի բան եք արել, որ ես երբեք չեմ ների։ Դուք միայն չեք խապել ինձ, այլ խաղացել եք իմ մայրական զգացմունքների հետ։ Դու հասկանում ես, որ ես արդեն ընդունել եմ ես աղջկան, իսկ հիմա պարզվում է, որ խաղ եք խաղում, հա։ Դու մարդ չես արնակ, մարդ չես։ Եվ ինչի դուք չեք խաղում, թե ձեզ թվում է, ձեզ կարելի է խաղալ։ Թե գիտես գլխի չի եկել, որ ինձ բերում հասցնում եք ստեղ, որ ամուսնացնեք անծանոթ աղջկա հետ։ Թե արտակատես պատահական որոշես, որ ինձ շատ կարևոր գործ վստահի, թե դուք երբեք ինձ ինչ-որ բան վստահել։ Նույնիսկ իմ կնոջն էիք ուզում դուք ընտրեիք։ Որովհետև դու ամբողջ կյանքում ծրիակեր ես եղել։ Ու մինչև այսօր ապրում ես իմ հաշվին։ Իսկ հիմա եկել ես ու տղամարդ ես խաղում գլխիս։ Հենց հա։ Ուրեմն ես պայից սկսած։ Ինձ քեզանից ոչ մի բան պետք չի։ Ամեն ինչ փողով չի։ Ես սիրում եմ Լարային ու էս է իրականացում։ Վերջ։ Խաղն ավարտվեց։ Գնացինք Լարա։
Աղջիկս գնում է, հա։ Հա, Լավ չի, բա էդ ով ասեց։ Ռուբոն։ Շատ լուրջ է։ Պրինցիպի մնար ստե ինչ աներ, ինչ պետք էր արեց էլի արդեն։ Դե հա, ախպեր, 1000 գործ կա, ու մենակ մենք չենք։ Ախպեր ինքը որ չլներ, 100% միջև նոր տարի ստեղ էինք։ Դե մալադեց, մեծ մալադեց։ Արի գնանք հաջող անենք։ Չէ, ախպեր, խաչո ախպեր, ես այս հրաժեշտի պահերը միշտ տենց չեմ սիրել, էլի։ Լա 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 Կարոտելու եմ ես սիլոսնու բոլորին, բայց ինչ արած գնաս վարարով Լա 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 Susanna, I love you. Ռուբեն ջան, ինչ ես երկելով գալիս, կա այս կոմը ռեստորանը։ Արա դե սպանիկ արտակնացմա հյուրանոց, հա դու ռեստորան մարդ ենք, երկում ենք, տրամադրություն ունենք, ինչ կլինի։ Շատ մերսի քաղցրավենիքի համար։ Խնդրեմ։ Բա ինչ կա, գործով ես եկել։ Համել։ Ստե չի արտակը։ Չէ, բայց ասելա, որ գալու է։ Այ դե գիտեմ։ Ռուբ ջան, որ շատ խնդրեմ Սասունին կասես գա, այս մակետի մեջ ոնց որ էլի հոսանք չի մտնում։ Ոնց Սասունին ասեմ, գարա ուրեմն Ռուբոն ըստե Սասունին ասեմ։ Ռուբո գնա Մերի Լարեսյան, Սասուն, вообще դու Սասունը գիտես էլեկտրիկ, հա։ Խաչո ջան, ձերդ փող կա, 2000-ի գազ լցեմ ավտոդ։ Չէ, ախպեր, լիքը գազ կա մեջը։ Մենակ մի բան չհասկացա։ Ինչի ձեզ շատ փող տվին, ինձ քիչ։ Ախպեր, Երևանում մատուցողներին կոֆե դնելու համար ոչ մեծ փող չի տալի։ Չայևոյներով ինչ վեկալար։ Բայց դուք սկի չայևո ինչ չէիք տալիս։ Հա նորմալ մատուցեի տայինք ախպեր։ Տոլը դու ես բողոքում, եկար քո համար էլիտար ապրար, հիմա հետ դարար։ Ախպեր լավ ինձ էսել է Էրիկ։ Էսա ասում եմ գյուղ, մետ օֆիս բացեմ, նորմալ ապրեմ։ Ինչ օֆիս։ Ինչ կարևոր է, օֆիսը լինի։ Քաղաքով օֆիս ունի հարուստ տղայա։ Մի հատ էլ անպայման քարտուղարուհի կպայես ախպեր։ Չէ, ախպեր, այդպես ձեր չի տա, պետք է գերանցեմ, աշխատավարձ տամ։ Արա ինչ աշխատավարձ։ Ընկերու դիր թող աշխատի։ Ախպերենի ածի չունի։ Խի ախպեր։ Ես չեմ թողում որ բացի։ Ապրես։ Շո մալադեց։ Գնացինք։ Եթե մարոժնի առնենք։ Ժամանակն անverջ հոսում է, քայլում է։ Հավերժել միայն աստղերը, որ միշտ փայլում են։ Վերջ ունի միայն կյանքը մարդկային։ Իսկ ամեն ինչի վերջ մի նոր բանի սկիզբ է։ Իսկ ինչն ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Ախպեր, չեմ ջոգում, ես վերջի օրով եմ ենք, պտիկ չլվենք, տանջվենք։ Ինչ ես է ներվայնանում, մենք լադեր մի օր ավել սրոք ունենք, ընգեր։ Քեզ ինչ կա, ոչ ընկերուհի ունես, ոչ խեղդվում ես կարոտից։ Հա ճիշտ է, դու ընկերուհի ունես, չէ ախպեր։ Խոսում ես հետը։ Չէ, ես վերջի տպելուց հետո մի տեսակ կապը կտրվել է, չի զանգում մանգում։ Դե ինչ ես խոսում այ ախպեր, նա նորմալ տղա է, մեռնեմ ջանի։ Լավ, սաղ էջ, ինչ եղել է, որ խնդրեմ մի հատ էլ տենց այդ ձենով կխոսաս։ Մարկար, Ոխ, ջան, Մարկար, հիմա զբաղված եմ ձերս գոչկա, կնի հետո ժանգեմ Մարկար, ջան, իմ Մարկար, հա ջան, անջատի Մարկար, չէ դու անջատի, չէ կնի դու անջատես չէ Մարկար, դու անջատի, խնդրում եմ դու անջատի Մարկար, չէ չեմ անջատի, աղբորպես դու անջատի ո՞նց Մարկար, աղբոր, ես քեզ ինչ աղբոր, չէ դու անջատի, Սիրուշի, Հն Ռուբ։
Վախարա։ Այ, չէ, ստե ինչ չի։ Ինձ թվում է պետք է մի հատ գնամ արտակի սենյակից նայեմ, ստե հոսան գալիս է, թե չէ։ Ես յով արա, սասունար, եթե սասունյարա դես պինի համտեր հել էլի։ Նայում եմ։ Շատ սիրուն առուպ։ Ինչ դա սիրուն ասեմ, հոսակ եղա։ Հեսա կնայեմ, հա ռուպ, մի վարկյան հեսա կնայեմ։ Մի րոպե։ Ինչ է։ Ռուպ, Հաջա։ այ ռուպ, Վայ, ինչ։ ջան։ Ռուպ ջան, դու ինձ ասելու բան չունես։ Թե ինչ կար ասեցի երեք։ Ռուպ, Հո։ ես ինչ ռոմանտիկ ես դու։ Ախր դու ինձանով ինչ տիպ ես հետաքրքրված, որ նույնիսկ իմ ճաշակը գիտես։ Էս բանա, էսի ոնց որ ասած, դու ինձ էլ լավ չես ճանաչում։ Էսի 40 ախպեր։ Ախպորը սերեխեքի պարապմունքների փող։ Էսի 40, էլի ախպորը սերեխեքին պամպերս բան կառնենք էլի։ 60 ախպեր։ Էսի ախպեր, էս 60,000-ը պետք է միանի վրա դնեմ ապեր։ Էսի պետք է տամ կնգաս ապեր, թե չէ տնից կվռնդի շանսատակ կանի ապեր։ 60, 70, էս 80-ն էլ ախպեր, կտամ մամային ապեր։ Դու գյուղից մատ հալալ կատնակեր աղջկա ախպեր, գտնի իմ այդ պսագի, կոնյակով, բանով ապեր են, որ բամբաներկով, սինիով, բանով ախպեր, կետա, տալատիրի, տալայլա, տաշի։ Էս էլ ախպեր, ստենց հարսանիքի վեղտ, բան էլ, շաբաշ, մաբաշ, տաղկատա, դու, հարսանիք աուզում ապեր։ Հա, լաուր, լսի չէ, ոչ մի բան չասեց, մատանին նվիրեց, ու նենց էր հուզվել, հուզմունքից սկսեց ինձ գրկել ու լաց լինել։ Լսի հա, գիտես ոնց էր ամաչում, ասենք ամոթից թողեց փախավ, ու վերջում ասում է ես կգժվեմ։ Լաուր ինձ էլ ա տենց թվում, ինձ թվում է ինքը շատ ռոմանտիկ տղա է։ 1000 անգամ ասել եմ, Սյուզի, ռոմանտիկ բաները հյուրանոցում։ Լաուրա ջան, ես քեզ հետո կզանգահարեմ։ Բարև ձեզ։ Սյուզի, այսօր լիքը գործ ունենք անելու, նենց որ երկար ենք մնալու։ Իմիջիալոց Ռուբոն չի երևացել։ Երևացել է։ Բա ուրա։ Ճիշտն ասած սպասեց, տեսավ չեկակ, գնաց։ Դե ուրեմն զանգի, ասա արի։ Եղավ։ Ռուբո ախպեր, հետաքրքիր տղա ես, հա, 1000 անգամ ասինք ապեր, այդ օֆիսի մոտերը քիչ ֆրֆրարա, արա յա քեզ ասած, յա այս մեր շարած պատերին։ Արա դու գոնե հասկանում ես ինչ ես խոսում։ Ոչ չգնամ, ասեմ չեմ գալիս, կանչելա։ Բա հիմա ինչ ենք անելու։ Դու համենայն դեպս ոչ մի բան, իսկ ես մտածում եմ։ Ախպեր, գոնե բարձրաձայն մտածի մի բանով կարանք օգտակար ելնենք էլի, թե չէ ինչ սես պարապ-սարապ նստած են։ Թող մտածեմ էլի։ Ախպերներ, ձեզ այս պահին ավտոն պետք է։ Խի ուր ես էթում։ Չէ, ոչ մի տեղ ախպեր, պրոստո ավտո ունեմ, ասի կարող է ձեզ այս պահին պետք լինի։ Խաչո։ Կարող ավտո ծախում ես։ Ինչի ավտո է պետք։ Չէ, ապեր, փողն է պետք, փողը։ Սակո, չմեծացար էլի։ Բռի դրա։ Քեզ ասի։
Այսի։ Այսի։ Վայ, նավս կավոր է տիքը պիրուզա։ Ինչա չուս տալիս։ Ցույց չի տալիս։ Դու երբ ես ինձ լավ բան ասել, որ հիմա ասես։ Հա։ Ուրեմն ով ինչ անի վերջում Վասիլը դիտուժի։ Վասիլ, սրտովս այդուն ագնում, ավեսովս գնա։ Լարային երբ եք ճանապարհել։ Չգիտեմ։ Հույսում ես, որ Արնակը հետ կգա։ Չէ, հաստատ չի գա։ Ինչի։ Որովհետև այն իր հոր կդոննա։ Եղավ Վասիլ։ Վասիլը հատ է փորձ եմ դնամ, ինչա ցույց տալիս։ Լայքն է աղբեր։ Այո, Ձեզ վերջի օրով էլի, հա աղբեր։ ձեր համար է վերջի օրով, բնակիչների համար առաջին օրովը։ Այդ ցավտամե ձեր ինտերնետ չլելու պատճառով գիտես ինչ օր եմ քաշել։ Ուզում էի մտնեմ սայթ, պատմիչիկնի ստենում էին, որ սայթում չէի, սաղ թողում գնում էին։ Էլ ինչ բլոգեր, որ իրա պատմիչիկների հետ կապի մեջ չլինի հնգեր։ Բա հիմա ինչի ես ինձ կպել։ Հենա Wi-Fi-ին կպի, արագ ինտերնետ կա, համել շատ արագ հետևորդներիդ հետ կբերես։ Արաբեկ ճիշտ ես ասում։ Այսինքն եթե ես մտնեմ, իրանք շատ գնացած չեն լինի, սաղ հետ կգան, չէ, կապի մեջ կլնեն։ Մի հատ բան ասեմ էլի, հիմի որ սայթ մտնեմ աղբեր, կարամ վիդեոյի մեջ նենց հան դու էլ երևաս։ Շատ պատվիսչիկ ունես։ Լիքը աղբեր, 30-40։ 1000։ Չէ, այ աղբեր հոգի։ Սիրելի հետևորդներ, հիմի նայեք ինչ եմ ձեզ ցույց տալի, ցավները տանեմ։ Դարա ջանից կցի բերած սուրտը։ Լույլ չես իմանա։ Տիկին Փիրուզան։ Ուզում եմ ձեզանից ներողություն խնդրեմ։ Չգիտեմ ինչ եք մտածում ու ոնց եք վերաբերվում ինձ, բայց իրավունք ունեք։ Ինչ կարևոր չի թե ես ինչ եմ մտածում քո մասին կամ ինչպես եմ վերաբերվում քեզ։ Կարևորը թե դու ինչ ես մտածում եւ վերաբերվում առնակից նկատմամբ։ Եթե ուզում ես հասնել քո նպատակին, նշան բռնիր 10-ի վրա, որ գոնե 8-ից հպես։ Լարա ջան, դու ինչ որոշում կայացնես, հիշիր, որ ես քո կողքին եմ։ Արնակ։ Տատ։
կպատկերացնի, որ ամեն ինչ սենց կավարտվի։ Ավարտվելը ո՞րն է։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Հիմա ինչ տատիս պիտի մեր հետ ապրի, չէ՞։ Ահա։ Դու ապրի։ Ինչ կլինի որ։ Լարա, դու ճիշտ արեցիր, որ իմ հետ չեկար Մոսկվա։ Այդ դրա համար էլ ես հետ եկա։ Բայց հիշի։ Այս պահից սկսած, եթե հանկարծ մի օր որոշես հետ գնաս, ես չեմ գալու։ Կհիշեմ։ Սիրելի նորապսակներ, յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են նշանակալից օրեր։ Այսօր այդ օրերից մեկն է։ Դուք ամուսնանում եք, դառնում մի նոր հայկական ընտանիք։ Ամուր հայ ընտանիքը հզոր Հայաստանի գրավականն է։ Դուք կայացրել եք մի որոշում, որը չափազանց արժեքավոր է հատկապես մեր օրերում։ Այն օրերում, երբ ազգը բազմանալու, կորցրածը վերադարձնելու և ոտքի կանգնելու կարիք է։ Եվ հիշեք, այսօրվա տրված խոստումը ամբողջ կյանքի համար է։ Այսօրվա գծած ճանապարհով դեռ երկար եք քայլելու։ Այսօրվա ամուր հիմքը վաղվա ամուր օջախ է։ Սարքո դուխ ես լացում։ Ես չեմ լացում։ Ես ուղղակի մի քիչ հուզվել եմ։ Դրանք չես տարբերում ինչ է։ Լավ կամաց հուզվի։ Արնակ Միքայելի Մեսրոպյան, համաձայն եք, որ Լարիսա Սմբատի Հարությունյանը դառնա ձեր օրինական կինը։ Խնդրում եմ բարձր և հստակ պատասխանեք։ Այո։ Հարգելի քաղաքացի, գեղեցկուհի Լարիսա Սմբատի Հարությունյան, համաձայն եք, որ Արնակ Միքայելի Մեսրոպյանը դառնա ձեր օրինական ամուսինը։ Ես չեմ շտապում, կարող եք մտածել։ Այո, համաձայն եմ։ Այժմ, ի նշան ձեր փոխադարձ համաձայնության, սիրո և հարգանքի, խնդրում եմ մոտենալ և ստորագրություններով ամրագրել ձեր օրինական ամուսնությունը։ Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ակտերի գրանցման մասին օրենքի առաջին գլխի երկրորդ հոդվածի հայտարարում եմ ձեզ օրինական ամուսիններ։ Խնդրեմ, վերցրեք ձեր ամուսնության վկայականը։ Շնորհավորում եմ ձեզ։ Մի րոպե աղջիկս, մի րոպե։ Այդ վկայականը տվեք ինձ։ Հիմա երիտասարդությունը շատ անփույթ է, ես ինքս կհասցնեմ։ Ներեցեք դուք այս վկայականի։ Տիրոջ մերն է։ Սիրելի հյուրեր, բարեկամներ, Միլոն Հիլսի այս ջեր տանիքից ողջունում ենք բոլորին և ցանկանում ենք շատ բարձր տրամադրություն ողջ օրվա ընթացքում։ Ժամանակն անդադար հոսում է, փայլում է, հավերժեն միայն աստղերը, որ փայլում են, վերջ ունի միայն մարդկային կյանքը, այն ինչն ունի վերջ, նաև ունի սկիզբ։ Աղբեր, ասում եմ, բայց լավա չէ խոսում։ Լավա վարում էլի սասունը։ Էսա վերջում կերև աղբեր։ Որովհետև մտածում եմ, եթե լավ խոսա, իմ ու Ղարիբի Սիրուշիկի հարսանիքին է ձենտամ, թողա մեր հարսանիքին է խոսա։ Աղբեր խոսալը չգիտեմ, բայց լանա ինչ փայլուն կոշիկներ է հագեց հավատան եմ։ Խաչո դու ինչ ես կանգնել է, լամի բան էլ դու ասա։ Ով կանգնում է պետք է խոսա։ Արա, Խաչո ես ինչ սիմպատիչնի ես այսօր։ Այս շորերը քեզ որտեղից։ Լավ այ ախպեր, ես ազիզորով էտա կարևոր, հա։
Աչքիս ֆիլարմոնիկի բանալիների տեղն էլ է իմացել։ Ռուբո, Արտակ ջան, ես դուր ես երկու օր ես քեզ զանգում եմ, զանգերի չես պատասխանում։ Ուր ես կորել։ Արդ ջան, կորել ասիր ու թողիր։ Տո համ կորել եմ, տո մոլորվել եմ, շիվարել եմ, շաշ կռվե մնացել եմ, ախպեր ջան։ Մատանին ուր է Ռուբո։ Արդ ջան, մեր բան անենք թող այսօրը բարով խերով անփորձանք անցնի, ես քեզ կնստենք կասեմ ոնց է եղել ամեն ինչ։ Այսինքն ո՞նց այսօրը անցնի։ Այդ մատանին ես այսօր պետք է նվիրեմ։ Ասեմ ավելին, հիմա պետք է նվիրեմ։ Արտակ ջան, Կորցրել ես։ Չէ, մեծ ախպեր։ Ապրես։ Գիտեմ, որ Սյուզին ես նվիրել։ Հեն արա, հիմա էլ մատին է այդ մատանին։ Բայց ես իմ գլխի ճարը տեսել եմ Ռուբո։ Որո՞։ Նվիրել ես, լավ ես արել, շունգել ախպերս ես։ Մեղեն ջանի։ Բայց ասամ որ ախպորը դիզյան կայֆոտ է։ Դույն է։ Ռուբո հանգստացի։ Всё, շեֆ։ Դե 3 օկով է չիտը որ քաշեցին։ Ռուբջան լավ է, չէ՞ ախպեր։ Հա։ Դու միշտ պետք է լավ լես ախպեր։ Կներեք։ Ռոս։ Սիրելի բարեկամներ, հարգելի համախոհներ, աջակիցներ, ջենթլմեններ, ուդաչի, թող այս բառը ուղեկցի կյանքի ոլորաններում, թող ձեր պլյուսը երբեք ու երբեք մինուս չդառնա, թող ձեր ինդիկատորները ձեզ երբեք չխաբեն, թող ձեր անսպառ էներգիան վերածվի շղթայական հոսանքի և ջերմային էֆեկտ առաջացնելով լուսավորի ձեր կյանքի ճանապարհը, որովհետև ես որ ստալվից ընկա։ Աղջի Փիրուզ, աչքդ լույս։ Հələ նայ, այգեպանը հավաքեց բոլոր մրգերը ու բերեց Փիրուզիս։ Ոյ, Ինչ պատահեց։ չհավատացի։ Ինչի։ Այս բրկերը տար Լարիսի թյուրասիրի։ Ես քեզ հետ մեր տան այգում կխոսեմ։ Աղջի դե լավ, մեծ կնիկա այդքան հիվանդությունը շալակ է եկել ասնե, մեկը չհյուրասիրի։ Ինչ է։ Ես ինչ բան եմ, ինչ է։ Վասի։ Ռուբո ախպեր, ամեն ինչ նորմալ է։ Հա։ Չէ դե ախպեր դու նենց տղա ես Ռուբ ջան, որ ամեն ինչ պետք է նորմալ լինի։ Լարիսա ջան, ես այնքան շնորհակալ եմ քեզանից։ Դու անենց թորես դասերակելու մեծացրել։ Ոնց որ իմ դասերակած թորը լինի։ Հա, թորը շատ լավն է։ Համես, խիլոք, էպո, թափո, անող, դնող, մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր։ հալալ կատնակեր։ Գիտես ոնց եմ մեծացրել Փիրուզ ջան։ Բամբակի մեջ։ Թե ինչ դժվարությունների միջով եմ անցել, մենակ ես գիտեմ։ Օտարության մեջ, առանց հոր։ Ես քեզ այնպես եմ հասկանում, Լարիս ջան, շատ լավ հասկանում եմ։ Արդանքս արդեն մեծ մարդ էր այնտեղ, բայց ես էստեղ կես մարդ էի լինում։ Ախ, Լարիս ջան, հասկանում եմ, են էլ ոնց։ Ես եմ քեզ եմ շատ լավ հասկանում։ Երեջանկության արդյունքները Ասում էին գլոր, մերմ եմ ձեր համար, տիկին Փիրուզ ջան, տիկին Լարիսա ջան։ Վասիլ, բայց դու ինչ քոքված նագլի տղա ես։ Ինչի։
որտեվ չես թողնում ես Ազիզորով մի հատ լավ լաց լինեմ։ Ես էլ եմ ասում, ես Ազիզերով չեք լացում, հլը վերցեք, շնորհավորում եմ։ Գնաց, վայ, քիչ խմի է։ Լավն է, չի։ Լավն է։ Իմ մասին եք խոսում։ Չէ, սրա։ Ուրեմն այդ շիտը որ փոկեցինք աբալովքի դու մենակ տեյներ մեջ ինչ Ռուբջան, ո՞նց ես մեծ աղբեր։ Հələ ինչ եք իմացել, այսօր սաղդ գալիս եք ո՞նց է, ինչ ա եղել։ Արի կասեմ։ Ուրեմն նայ աղբեր։ Մենք տղեկով հավաքվել ենք, բոլորս աղբեր մեր աշխատավարձերը դրել ենք իրար վրա, մի հատ նույն մատանուց ենք առել։ Հո չէինք թողի մեր աղբերը մանթոն գներ։ Հեսա, Տարտուր Արտակին։ Հələ հո դու աննորմալ չեք, արա։ Ռուբջան ինչի սխալ բան ենք առել։ Սխալ չեք առել։ Սխալ եք արել։ Ինչ եք խառնում իմ գործերին։ Ես այդ հարցերը արդեն լուծել եմ։ Ինչ ես տվել սրա։ Դե Ռուբջան առանց վազվրատ 500,000 դրամ, վազվրատով 487,000։ Ու դու բնականաբար ընտրել ես առանց վազվրատ տարբերակը, չէ՞։ Դե, հա, ախպեր, դե մի կյանք ենք ապրում, Ռուբջան, պետք է վաղվա մասին էլ մտածեք, թե։ Ես մի բան կանեմ, տղեկի փողը հետ կտամ։ Սիրելի շին հրապարակցիներ, եկավ եւս մի շատ գեղեցիկ արարողության։ Նորապսակների նվերները հանձնելու հանդիսավոր պահն է եւ մայրական իրավունքով, փիրուզագույն հմայքով հերթը տիկին Փիրուզայինն է, բայց ես ինքս կհանձնեմ այս գեղեցիկ նվերը։ Ուշադրություն, նորակառույց բնակարան Միլոն Հիլսի Թաուն հաուսում շնորհավոր։ Հայ, ման 14, ես իմ սարքաստունը ինձ եք նվիրո։ Այո, բալես, հիմա հասկացաք, թե ինչի եմ եկել Townhouse, շնորհավորում եմ։ Ես որ վաղուց հասկացել եմ։ Արտակս, ապրես։ Արնակ ջան, արդեն բնակարանն ունեք, այս սարը դուք ձեր ձեռով կտնկեք, տակի ինչ է մնում, մի երեխա, են էլ ոնց ուզում եք տնկեք, իմ գործը չի։ Վայ բասի։ Ինչ։ Մի օր չեղավ ինձ տեն սիրուն մատանի նվիրես։ Լիլա, լիքը նվիրել եմ, բայց էլի կնվիրեմ։ Երբ։ Շուտով։ Ես հիմա եմ ուզում։ Լիլա, հիմա հարսանիքի մեջ ենք, ասենք, հիմա ես քեզ որտեղից մատանի նվիրեմ։ Ասեցի շուտով կառնեմ։ Լավ։ Ռուբ, պետք է փրկես ինձ։ Երեմ ջանի, դու ինձ փրկել ես, ես քեզ ոչ չփրկեմ, ինչ ա եղել։ Ապեր են մեր, նույն մատանուց է պետք, ուղղակի շատ շտապ։ Թե չէ Լիլիան էս հարսանիքը գլխիս հարամ անելու։ Ռուբ ինչ գնով ուզում ալնի, ուղղակի շուտ է պետք։ Արտակ, պապայի արև սրանից արագ չեր լինի։ Ես որտեղից։ Հələ տղեկն էին առել իմ համար, տենց աշխատավարձով գցվել էին բան, որ ինձ փրկեին, էլի։ Ինչքան են տվել։ Ալա միլիոններ, միլիոն 100 ոնց որ։ Հարց չկա։ Քարտիս համարը ունես։ Կուղարկեմ։ Շարա միլիոն ու կես ասեիր, էլի։ Ֆոյ։ Դե ինչ սիրելի նորապսակներ, բարով վայելեք ձեր բոլոր նվերները, բարով ծախսեք ձեր ծրանով փողերը, և ինչ
մենք շարունակում ենք։ Իսկ հիմա գեղեցիկ անակնկալ մեր փեսայի հորիակոր տղայի մորաքրոջ տղայի կողմից Սակվարի մեկ Ռաս Այսօր սքանչելի առիթի ենք մասնակից Նոր տուն է ծնվում շին հրապարակից Ասենք շտորհավոր լինի մեր առնակին ու թող որ լարան նրան դառնակի Շնորհակալ Շատ շնորհակալ եմ զգացված Այո շնորհակալ Ռուբո Լավ ես Վախեց հայ տղա Էսի ձեր մոտ ցեղական է Աչքիս մենք շուտով էլի հարսանիք ենք լինելու Լավ Ոնց ես Ռուբ ջան Какая красивая невеста! Поздравляю! Էլմի այսօրով Հավանեցին մեր նվերը? Հա, շատ սիրուն է, շնորհակալություն Վայ, Լիլիա, դու էլ ունես նույնից? Արտակս տենցն է Ում ինչ նվիրում է, մի հատ էլ նույնից իմ համար առնում Օրինակ են օրը, ընկերոջ ծնունդին թրաշի փրփուր էր նվիրել, մի հատ էլ ինձ առավ նույնից Լարա ջան, շնորհավորում եմ Ամենակարևորը երջանիկ լինեք Ոյ, շատ շնորհակալություն Սյուզի ջան Վայ, Լիլիա, Սյուզին էլ ունի նույն մատանից Մեսրոպյանն է նվիրել Հա Մեսրոպյան Ռուբոն Կյանքս կերել ես Լիլիան Спасибо, брат мой, спасибо. Удачи. Ում հետ էիր խոսում։ Մոսկվայից տղերքն էին զանգել, շնորհավորում էին։ Կարող եմ մտքափոխվես։ Բացառվում է։ Լարա, դու մինչև հիմա չհասկացար, որ ես ինչքան էլ ընդեղ ապրեցի։ Մեկը եկաստեղ նոր գտայի երջանկություն։ Ինչ անեմ, գնամ ընդեղ, որ ստեղին կարոտ եմ։ Ես անընդհատ կարոտում եմ։ Իմ գյուղն եմ կարոտում, իմ քաղաքն եմ կարոտում, իմ հարևանին եմ կարոտում, այն որ առավոտը ձեն ա տալի, որ գնաս կոֆե խմես։ Ուրիշ ոչ մի երկրում այսպես բաներ չեմ տեսել։ Գիտես, չէ, մեր գյուղում մարդիկ տեղ գնալուց տան դուռը չեն փակում։ Կամ եթե փակում է, մեկը էլի բանարին կախում են տան կողքի մեղից։ Նոր եմ հասկանում հայրենիքի հզորությունը։ Ու այս ուղակի բառ չի է, հայրենիքը նվեր չի։ Հայրենիքը դու պետք է ստեղծես։ Մի նոր քար դնելով, մի նոր բան կառուցելով։ Բա ում համար ենք այսքան կառուցում, որ թողնենք գնանք, դրսում ինչքան ուզում ես աշխատի, ինչքան ուզում ես կուտակի։ Այդ նույնն է, ոնց որ բերես ասֆալտի վրա ծառնես, ջրես, տիրություն անես, համոզված լինելով, որ մեկը արմատ չի տալու։